Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Կոպենհագենում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Ուկրաինային աջակցելու քննարկման ժամանակ այս մասին հայտնում է Բլումբերգը, հղում անելով իր աղբյուրներին։ Այս հակամարտությունը ցույց է տալիս ԵՄ-ի դժգոհությունը Հունգարիայի վարչապետից, որն օգտագործել է վետոյի իրավունքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը խոչընդոտելու համար, ինչպես նաև հանդես է գալիս Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության դեմ։ Գործակալությունը նաև հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դրոնների պատ ստեղծելու առաջարկը Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ մեծ աջակցություն չի առաջացրել եվրոպական առաջնորդների շրջանում։ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը խոսել է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հնարավոր պատերազմի մասին։ Մակգրեգորը հայտարարել է, ԱՄՆ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ պատերազմին և նշել է, ռուսական զինված ուժերը նախկինի պես համալրվում են։ Դասընթացը մանրակրկիտ է ընթանում, կարգապահությունը շատ լավն է։ Ես կասեի, ներկայիս ղեկավարությունը գերազանց է։ Մենք պատրաստ չենք նրանց հետ պատերազմի, ընդգծել է նախկին զինվորականը։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննադատել է Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիա կամավորների նախաձեռնությունը, նշելով, որ այն դադարել է առաջընթաց գրանցել և վերածվել է կոալիցիա սպասողների։ Այս մասին ասել է իսպանական El Mundo-ին տված հարցազրույցում։ Ես գնահատում եմ քննարկումները, որոնք ընթանում են այս կոալիցիայի շրջանակում, բայց այժմ այն ավելի շատ հիշեցնում է սպասողների միավորում։ Առաջընթաց չկա, հայտարարել է Ռասմուսենը։ Նրա խոսքով լավագույն հաջորդ քայլը կլիներ եվրոպական զսպող ուժերի տեղակայումը Ուկրաինայում ԱՄՆ-ի աջակցությամբ, ինչը հստակ ազդակ կհաղորդեր Ռուսաստանին։ Նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով եվրոպական զորքերը ստիպված չէին լինի ուղիղ մարտերի մեջ մտնել ռուսական բանակի հետ նրանց դերը կարող է լինել խոշոր քաղաքների և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանությունը երկրի թիկունքում։ Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Բարդե Վևերը կոչ էր արել կոալիցիա կամավորներին վերանայել իրենց մոտեցումը և վերածվել կոալիցիա վճարողների, ընդգծելով ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ Ռուսաստանի տարածքում գտնվող երկարաժամկետ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախների վերաբերյալ։ Այս մասին Reuters-ին հայտնել են ամերիկյան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդգծելով, որ Վաշինգտոնը նաև դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների նմանատիպ աջակցություն ցուցաբերելու համար։ Սա Դոնալդ Թրամփի Ռուսաստանի նկատմամբ վերջին շաբաթներին կոշտացած դիրքորոշումից հետո առաջին կարևոր քաղաքական փոփոխությունն է։ Wall Street Journal-ի Կիևին կհեշտացվի հարվածել նավթավերամշակման գործարաններին, խողովակաշարերին ու էլեկտրակայանների նպատակ ունենալով կրճատել Կրեմլի եկամուտներն ու սահմանափակել նավթի արտահանում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային Tomahawk տեսակի հրթիռներ տրամադրելու հարցը, որոնց հեռահարությունը հասնում է 2500 կիլոմետրի, թույլ տալով հարվածել նույնիսկ Մոսկվային։ Թրամփը վերջին շրջանում հայտարարել է, որ Եվրամիության աջակցությամբ Ուկրաինան կարող է վերադարձնել ռուսական ուժերի կողմից օկուպացված բոլոր տարածքները։ Ռուսական կողմը պնդում է, որ ամերիկյան զենքի մատակարարումը իրավիճակը ճակատում չի փոխի։ Նոր քայլը, ըստ փորձագետների, ուժեղացնի Մոսկվայի դեմ էներգետիկ ճնշումները նպատակ ունենալով զրկել Ռուսաստանի պատերազմը ֆինանսավորելու գլխավոր եկամտային աղբյուրից։ Եվրոպան պետք է հաշտվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինային ֆինանսավորելու քաղաքականության հետ և ընդունի այլ ռազմավարություն։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը վկայակոչելով վերլուծաբաններին։ Պարբերականը նշել է եվրոպացի պաշտոնյաները սկսել են իրենց ուշադրությունը սևեռել ռուսական սառեցված ակտիվներին, քանզի նախագահ Թրամփի օրոք Ուկրաինային ամերիկյան օգնությունը սպառվում է։ Ռուսաստանի ակտիվների հետագա օգտագործման գաղափարը լայն աջակցություն է ստացել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունից և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից ներկայացված նմանատիպ առաջարկից հետո։ Սա շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական շրջադարձ է։ Հաշվի առնելով Թրամփի մեկուսացման արտաքին քաղաքականությունը, Եվրոպան պետք է հաշտվի և այլ ռազմավարություն ընդունի, նշել է աղբյուրը։ Պատերազմի մասնակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, նրանք ետ են վերադարձրել պարգևները, որոնք ստացել են պատերազմին մասնակցելու համար։ Նրանք պատճառաբանել են, որ այս իշխանությունները ոչնչացնում են պայքարի գաղափարը, որի համար իրենք պարգևատրվել են։ Եվ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է
եւ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Շքանշանները ստացել ենք եւ Արցախի Հանրապետության նախագահից եւ Հայաստանի Հանրապետության նախագահից։ Ես կհանձնեմ իմ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը եւ մարտական ծառայություն շքանշանը։ Քանի մասնակից է հիմա հանձնում։ Այս պահին 7 մասնակից կհանձնի։ Պատերազմի մասնակիցները մեդալները դրել են կառավարության շենքի աստիճաններին անձրևի տակ։ Փարաքարի համայնքապետի եւ ոստիկանության ծառայողի սպանություններով պայմանավորված պաշտոնանկ է եղել ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը։ ԱԱԾ լրատվական վարչությունից հաստատել են Բարսեղյանի պաշտոնանկության մասին լուրը։ ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը։ 64 կողմ 2 ձեռնպահ 0 դեմ ձայնով ազգային ժողովն ընդունել է Հայաստանի եւ Ադրբեջանի մինչեւ խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունն այս քննարկման ու քվեարկությանը չի մասնակցել։ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում էր Հայաստանի եւ Ադրբեջանի մինչեւ խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Այն խորհրդարանական ամբիոնից ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա նախ տեղեկացրել է, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կարծում է, որ պետք է հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը եւ կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու եւ զարգացնելու հաստատված խաղաղությունը, ապա ընթերցել է երկու երկրների միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարությունը։ 25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվեց, ազգային ժողովն ընդունեց նախագիծը։ Կողմ են քվեարկել 53, ձեռնպահ 0 եւ դեմ 26 պատգամավորներ։ Նշենք, որ ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացված նախագծի համաձայն զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետն առաջարկվում է 2-ից 5 տարուց դարձնել 3-ից 6 տարի։ Հավաքներից խուսափելու համար տուգանքն առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից բարձրացնել մինչև 15-ից 30-ապատիկի, իսկ մինչև 2 տարվա ազատազրկումը փոխարինել 1-ից 3 տարով։ Կբարձրացվի նաև նշված հանցագործությունների ծանրության աստիճանը։ Ծառայությունից խուսափելը միջին ծանրությունից կդառնա մինչև ծանր, իսկ վարժական հավաքներից խուսափելը փոքր ծանրությունից մինչև միջին ծանրության։ Չեռնոբիլի ատոմակայանում էլեկտրաէներգիայի անջատումները արագորեն լուծվել են, հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Ինչպես կազմակերպությունը հայտնել է, հողում անելով իր գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ատոմակայանը արագորեն միացվել է այլընտրանքային էլեկտրահաղորդման գծերի եւ էլեկտրաէներգիան վերականգնվել է, բացառությամբ նոր անվտանգ փակ տարածքի, որտեղ գտնվում է սարկոֆագը։ Դրա էլեկտրաէներգիան մատակարարվում է դիզելային գեներատորների կողմից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, դաշնային կառավարության մասնակի փակումը թույլատնում է Վաշինգտոնի դիրքերը միջազգային հարաբերություններում եւ սպառնում է ԱՄՆ անվտանգությանը։ Կոնգրեսի դեմոկրատները որոշել են փակել կառավարությունը, նրանց գործողությունները, որոնք թելադրված են կուսակցական շահերով, խաթարում են Ամերիկայի դիրքերը համաշխարհային ասպարեզում եւ սպառնում են ազգային անվտանգությանը, հայտնել է պետքարտուղարը։ ԱՄՆ դաշնային կառավարությունը հոկտեմբերի 1-ի կեսգիշերին մասամբ դադարեցրել է գործունեությունը ֆինանսավորման պակասի պատճառով։ Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ կոնգրեսում իշխող հանրապետական եւ ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ մի շարք ծախսերի շուրջ, այդ թվում առողջապահության ոլորտում։ Իմպիչմենտը մի գործընթաց է, որը դասավորվելու է ի օգուտ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը։ Նրա կարծիքով վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ ստեղծված ստերը այնքան շատ են, որ մի օր պայթելու են եւ հիասթափեցնեն նույնիսկ դրան հավատացողներին։ Սրանով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը այնքան կարող չէ, որ իրեն իմպիչմենտ անի, այսինքն չկան բավարար ձայներ, կա ինչ-որ ձևական համաձայնություն։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը ուզում է ժողովրդին ցույց տալ, որ հին դրակոնը արթնացել է, որ տեսեք ժողովուրդ, ոտի են կանգնել եւ ինձ ուզում են հեռացնել, կրկնելով հայտնի 21 թվականի նարատիվը, հա, որ ոնց որ նախկինները ուզում են հետ գա, այս իմաստով
Եվ երրորդ իհարկե այս գործընթացի շուրջ այնքան շատ ստեր են պտտվում, որ այդ ստերը փուչիկ են եւ այդ ստերը եթե պայթեցին, ժողովուրդը ի վերջո նույնիսկ այն մարդիկ, ովքեր հավատացել են այս impeachment-ին, հա, օրինակ երկրորդ եւ երրորդ նախագահների համակիրները իրենք եւս հիասթափվելու են։ Հոկտեմբերի 6-ից հնարավոր կլինի ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման դադարեցման նախնական հայտ։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գրասենյակ, ֆիզիկական նույնականացում անցնելու եւ բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։ Հոկտեմբերի 6-ից սկսած դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ ՀՀ քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ, կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ռետակոծությունների եւ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 85 պաղեստինցի, հաղորդում է պաղեստինյան Վաֆա լրատվական գործակալությունը անկլավի հյուսիսային մասում հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, եւս 28-ը կենտրոնական մասում եւ 4-ը հարավում։ Ավելի քան 180 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից 2 մահվան դեպք, մահացածներից մեկը երեխա է։ Անկլավում սովի մահացածների ընդհանուր թիվը հասել է 455-ի, որոնցից ավելի քան 150-ը երեխաներ են։ Նախարարության տվյալներով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 66000 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 168000 մարդ։ Գերմանական բանակը ներկայումս չի կարողանում խոցել իր տարածքի վրայով թռչող անօդաչու թռչող սարքերը, հայտում է Bild թերթը հրատարակության տվյալներով Գերմանիան չունի լիարժեք հակաօդային պաշտպանության համակարգ։ Մասնավորապես բանակի հակաօդային պաշտպանության ուժերը լուծարվել են դեռևս 2010 թվականին, իսկ հակաօդային պաշտպանության համակարգը դեռևս մշակման փուլում է։ Ավելին, գործնականում անհնար է անվտանգ կերպով խոցել անօդաչու թռչող սարքերը բնակեցված տարածքների վրայով կամ քաղաքացիական ավիացիայի թռիչքների ժամանակ, քանի որ բեկորները եւ արկերը կարող են վնասել մարդկանց, նշում է թերթը։ Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարեց, որ ուրբաթ գիշերը Շլեզվիգ Հոլշտայն երկրամասի վրայով անօդաչու թռչող սարքերի խմբեր են նկատվել։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը թունավորվել է, այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին։ Նրա վիճակը ներկայումս կայուն է։ Ասադը դուրս է գրվել Մոսկվայից այրամասում գտնվող հիվանդանոցից սեպտեմբերի 29-ին։ ԱՄՆ-ը Նորվեգիա ռազմական ինքնաթիռներ է ուղարկել, որոնք կարող են հետևել սուզանավերին եւ լրտեսություն իրականացնել Բալթիկ ծովում Ռուսաստանի տարածքի մոտ, այս մասին հայտում է Newsweek-ը։ Հյուսիսային Եվրոպայում ամերիկյան P-8 Poseidon բարեկային ինքնաթիռի ներկայությունը սուզանավերի, վերջրյա նավերի եւ հետախուզական խնդիրների դեմ պայքարի համար տեղի ունենում Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի պաշտպանական դիրքի ամրապնդման ֆոնին ՆԱՏՕ-ին աջակցող ամերիկյան ռազմական ուժերի շարունակական տեղակայումը ներառյալ օգոստոսի վերջին Ռուսաստանի արկտիկական շրջանի մոտակայքում գործող ականակիրները հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման կտրուկ փոփոխությանը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Datalinks տեղեկատվական համակարգից։ Թովմասյանը Արթուր Հովհաննիսյանից պահանջում է հրապարակային տեսանյութի միջոցով ներողություն խնդրել իր վերաբերյալ վիրավորական արտահայտությունների համար, հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ Թագուհի Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից բռնագանձել 9 միլիոն դրամ, որից 3 միլիոնը որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, 6 միլիոնը որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է խորհրդարանի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այս պաշտոնի համար առաջադրել է պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությանը միաձայն աջակցել է 61 պատգամավոր։ Նշենք, որ նրա հասցեին մեղադրանքներ էին հնչում, որ չունի համապատասխան կրթություն այս պաշտոնում առաջադրվելու համար։ Նա մասնագիտությամբ բուժքույր է։ Ի պատասխան քննադատությունների Հռիփսիմե Հունանյանը հայտարարել էր, որ թեև չունի բարձրագույն կրթություն, սակայն իր կենսագրության ետևում սեր է թաքնված։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցելով Դոնալդ Թրամփի Գազայի պլանին փորձում է վերականգնել իր դիրքերը միջազգային ասպարեզում եւ ամրապնդել դիրքերը երկրի ներսում առաջիկա 2026-ի ընտրություններին նախաշեմին, սակայն պլանի մեջ ներառված պաղեստինյան պետականության նշումը զայրացրել է նրան ծայրեղ աջակոմյան դաշնակիցներին Իտամար Բեն-Գվիրին եւ Բեցալել Սմոտրիչին, որոնք պահանջում են շարունակել Գազայի ռազմական գործողությունները։ Թրամփի առաջարկած 20 կետանոց պլանը գրեթե ոչինչ չի պահանջում Իսրայելից կարճաժամկետում, բայց ամբողջ ճնշումը դնում է Համասի վրա, պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին եւ զիջել զենքերը Գազայի շրջափակման դադարեցման դիմաց։ Միևնույն ժամանակ իսրայելական բանակը պետք է մնա Գազայում, մինչեւ միջազգային խաղաղապահ ուժերը ստանձնեն վերահսկողությունը։ Նեթանյահուն խոսելով Թրամփի հետ ընդգծել է, որ փաստաթուղթը հիմք է դնում տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման համար։ Ներքին քաղաքականության մեջ Նեթանյահուն կանգնած է կոալիցիոն ճգնաժամի վտանգի առաջ։ Աջակողմյան գործընկերները պլանը համարում են քաղաքական պատրանք եւ սպառնում են լքել կառավարությունը։ Վերլուծաբանները նշում են, որ Նեթանյահուն փորձում է Գազայի պատերազմի ավարտով եւ պատանդների վերադարձով շահել ընտրողների վստահությունը, սակայն ցանկացած պահի կարող է մեղքը դնել Համասի վրա, խուսափելով պլանի լիարժեք իրագործումից։ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԵԿ-ում հնարավոր վթարի կապակցությամբ կայանի հերթական անջատման պատճառով։ Reuters-ի փոխանցմամբ նա ընդգծել է, որ չնայած կայանը ներկայումս աշխատում է արտակարգ դիզելային գեներատորների շնորհիվ, իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր եւ անկայուն, քանի դեռ գեներատորները գործում են, անմիջական սպառնալիք չկա, սակայն իրավիճակը հստակորեն անկայուն է եւ ոչ մի կողմ շահած դուրս չի գա միջուկային վթարից, նշել է Գրոսին։ Նրա խոսքով կայանի վառելիքի պաշարները կբավարարեն մոտ 10 օր եւ միայն նոր մատակարարումների դեպքում հնարավոր կլինի խուսափել վթարից։ Գործակալության ղեկավարը հիշեցրել է, որ ցանկացած հարված միջուկային օբյեկտների ուղղությամբ անընդունելի է եւ վտանգավոր, կոչ անելով նվազեցնել Զապորոժիեի ԱԵԿ-ի վրա հարձակումները եւ կանխել աղետալի հետևանքները, գրում է Լենտա.ru։ Դանիան չի կարող ամբողջությամբ պաշտպանվել ԱԹՍ-ներից, հայտարարել է երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Փոխանցում է Լենտան։ Դանիայի կառավարության ղեկավարի խոսքով Կոպենհագենը պետք է քննարկի ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներում ընդհանուր ներդրումները եւ դրանց մշակումը։ Նա նշել է Դանիան, ինչպես Ուկրաինան, ակնհայտորեն կատարելագործվելու բան ունի, թեև ստիպված կլինի համակերպվել այն փաստին, որ դրոնները կարող են թռչել սահմանների վրայով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերոս քաղաք կոչում է շնորհել մի շարք առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերի։ Ինչպես փոխանցում է Ստրանան, այդ թվում ընդգրկվել են Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադը, Նիկոպոլը եւ Մարգանեցը, Դոնեցկի մարզի Դրուշկովկան, Կրամատորսկը, Կոնստանտինովկան, Պոկրովսկը եւ Սլավյանսկը, Զապորեժիեի մարզի Գուլյայպոլեն եւ Օրեխովը, Նիկոլաևի մարզի Ոզնեսենսկը եւ Բաշտանկան, Սումի մարզի Սումին եւ Տրոստյանեցին, ինչպես նաեւ Խարկովի մարզի Խուպյանսկը, ինչպես նաեւ Խմելնիցկու մարզի Ստարո-Կոնստանտինովը։ Նշվում է, որ Ստարո-Կոնստանտինով քաղաքը ի տարբերություն մյուսների գտնվում է խորթիկունքում, սակայն նրա մոտակայքում տեղակայված է ռազմական ավիաբազա, որտեղ ենթադրաբար պահվում են F-16 կործանիչներ։ Ավելի վաղ Զելենսկին Ուկրաինայի հերոս կոչում էր շնորհել սպանված Վերխովնա Ռադայի падգամավոր Անդրեյ Պարուբիին, ընդգծելով նրա արդյունավետ անձնական ներդրումը Ուկրաինայի անկախության հաստատման եւ պետականության ամրապնդման գործում։ Ուրալվագոնզավոդ կոնցերնում հայտնել են, որ Ռուսաստանի ԲՄՊՏ տերմինատոր մարտական մեքենաները շարունակաբար արդիականացվում են, հիմնվելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների փորձի վրա։ Նոր մոդելները ստացել են ավելի ուժեղ դինամիկ պաշտպանություն եւ լրացուցիչ պաշտպանիչ շերտեր կողային հատվածներում։ ԲՄՊՏ-ները, որոնք կառուցված են T-90A տանկի շասիի վրա, այժմ համալրվում են նաեւ հակադրոնային պաշտպանությամբ, մանգալներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, ապահովելու
կոչվելու համար մեքենայի եւ անձնակազմի անվտանգությունը։ Նոր Relict Dynamic զրահը եւ զրահապատ հատվածից դուրս տեղափոխված զինամթերքը բարձրացնում են տեխնիկայի կենսունակությունը։ Տերմինատորի զինանոցում կան 2 ավտոմատ թնդանոթ, գնդացիր, հակատանկային հրթիռներ եւ ավտոմատ նռնականետեր։ Սեպտեմբերի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ԲՄՊՏ-ներով համալրված ստորաբաժանումները անցկացրել են վարժանքներ UBO-ի թիկունքում, ուսուցանելով նոր մարտավարություն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցությունից հրաժարվելը աղետալի հետևանքներ կունենա, ոչ միայն Կիևի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Նա զգուշացրել է, եթե Պուտինին հիմա չկանգնեցնեն, նա կշարունակի իր պատերազմը եվրոպական այլ երկրների դեմ։ Միացյալ Նահանգների ակնհայտ նպատակն է լինել ուկրաինացիների կողքին, դրանում ես կասկած չունեմ։ Ուկրաինայից անջատումը չի բխում Միացյալ Նահանգների շահերից, այն ինչ Միացյալ Նահանգներն արել է վերջին 3 տարիների ընթացքում, լիովին համապատասխանում է իր դիվանագիտական եւ ռազմական ավանդույթներին։ Ես ուզում եմ, որ ամերիկացիները հասկանան, Ռուսաստանից անջատումը չի բխում իրենց շահերից, ասել է նախագահը։ Մակրոնը նշել է, ԱՄՆ-ն չի կարող հեռու մնալ իրավիճակից, քանի որ նրա ռազմավարական դերը համաշխարհային անվտանգության մեջ կարևոր է։ Վերջինս զգուշացրել է, եթե Վաշինգտոնը համաձայնվի ստորագրել հրադադար առանց Ուկրաինայի համար որևէ անվտանգության երաշխիքի, դա միայն կթուլացնի ԱՄՆ դիրքերը եւ կսպառնա նրա ազդեցությանը Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ համաշխարհային խաղացողների հետ դիմակայության մեջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի թագավորություն։ Վարչապետը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Կոպենհագենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել հայտնելով, որ Կոպենհագենում հեծանիվ է վարում։ Սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները բարդ, բայց ընդհանուր առմամբ միանշանակ դրական պատկեր են ստեղծում հայ հասարակության վերաբերմունքի մասին Ռուսաստանի Դաշնության եւ նրա քաղաքացիների նկատմամբ։ Չնայած տարածաշրջանային քաղաքականության բարդ ենթատեքստին, Հայաստանի հանրային գիտակցության մեջ գերակշռում են հույսի, վստահության եւ մշակութային մտերմության կայուն զգացմունքները, որոնք ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների համար։ Ռուսաստանի մասին Հայաստանում ընկալումների հիմնական բնութագիրը դրա խորապես դրական հուզական երանգն է։ Տվյալները հստակ ցույց են տալիս հայերի շրջանում Ռուսաստանի եւ ամենակարևորը սովորական ռուսների նկատմամբ դրական վստահելի եւ հուզականորեն ջերմ վերաբերմունքը։ Տվյալները ցույց են տալիս, որ երբ հիշատակվում է Ռուսաստանը, հարցվածների 67%-ը հույսի զգացում է արտահայտում։ Այս զգացողությունը լրացվում է 44%-ի մոտ բարեկամության եւ 36%-ի մոտ հարգանքի հետ ասոցիացիաներով։ Բացասական զգացմունքները, որոնք նկատելի են 34%-ի մոտ, ինչպիսիք են հիասթափությունը կամ անհանգստությունը, սահմանային են եւ ընդհանուր առմամբ զիջում են ոչ միայն հույսին, այլև հուզական չեզոքությանը, որը նկատելի է 11%-ի դեպքում։ Սա ցույց է տալիս, որ տեղեկատվական տարածքում առկա քննադատական պատմությունները չեն խաթարել հիմքում ընկած դրական վերաբերմունքը։ Ավելի բացահայտող է վերաբերմունքը սովորական ռուսների նկատմամբ։ Հայերի ճնշող մեծամասնությունը 86%-ը դրական է վերաբերվում նրանց։ Այստեղ հուզական սպեկտրը խորը եւ անձնական է, գերակշռում են համակրանքը 76%-ի մոտ եւ վստահությունը 62%-ի մոտ։ Հուզական մտերմության եւ ազգակցական կապի զգալի մակարդակը, որը նկատելի էր 61%-ի դեպքում, ընդգծում է պատմական, մշակութային եւ կրոնական կապերի դերը, որոնք ձևավորում են երկու ժողովուրդների միջև հարաբերությունների եզակի կառուցվածքը մեծ մասամբ անկախ քաղաքական հանգամանքներից։ Այս տվյալները հաստատում են, որ հայերի եւ ռուսների միջև հուզական կապերն ու վստահությունը մնում են չափազանց ամուր։ Հարցվածների գրեթե կեսը 46%-ը որոշ չափով մտածում է Ռուսաստան մշտական բնակության, աշխատանքի կամ ուսման համար տեղափոխվելու մասին։ Տեղափոխվելու այս բարձր պատրաստակամությունը ենթադրում է, որ այս դրական վերաբերմունքը ոչ միայն հուզական է, այլև գործնական։ Զբոսաշրջությունը կապերի ամրապնդման մեկ այլ կարևոր ուղի է։ Հայաստանում ռուս զբոսաշրջիկների աճող թիվը դրական է ընկալվում բնակչության 61%-ի դեպքում։ Սա ենթադրում է, որ զբոսաշրջությունը դառնում է հանրային դիվանագիտության հզոր ուղի եւ հարաբերությունների ամրապնդման հիմք։
Հարցվածների ճնշող մեծամասնությունը 76%-ն անձամբ հետաքրքրված է միջպետական հարաբերությունների բարելավմամբ։ Ավելին, միջնաժամկետ հեռանկարում գերակշռում են դրական սպասումները։ Հարցվածների 56%-ը կարծում է, որ երկրների միջև հարաբերությունները կբարելավեն 5-ից 10 տարի հետո։ Այսպիսով, չնայած արտաքին քաղաքականության մարտահրավերներին, սոցիոլոգիական հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները զգալի կայունություն ունեն հանրային դիվանագիտության եւ սոցիալական համերաշխության առումով։ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսնյակ-Կամիշը հայտարարել է, որ Լեհաստանը եւ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ պատրաստ են խոցել երկրի օդային տարածքը խախտող ռազմական ինքնաթիռները։ ՆԱՏՕ-ն պատրաստ է խոցել ինքնաթիռները, ասել է Կոսնյակ-Կամիշը, պատասխանելով TVN24 հեռուստաալիքի լրագրողի հարցին։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր որոշում կայացվում է հրամանատարների եւ օդաչուների կողմից, կոնկրետ իրավիճակը քննարկելուց հետո։ Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը շեշտել է, հրամանատարներն իրավունք ունեն որոշումներ կայացնել, որոնք պաշտպանում են Լեհաստանը։ Զինվորականներն իրավունք ունեն որոշումներ կայացնել, նրանց տրվել է կանաչ լույս, ինչպես անօդաչու թռչող սարքերի դեպքում։ Նա հավելել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում 10 զրույց է ունեցել այլ երկրների, այդ թվում Գերմանիայի եւ Նորվեգիայի պաշտպանության նախարարների հետ։ Կա ընդհանուր դիրքորոշում, արձագանքել, զսպել եւ համարձակ որոշումներ կայացնել։ Հենց սա է մեզ պարտավորեցնում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարությունը, ասել է Կոսնյակ-Կամիշը։ Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանն է, մեղրին արդեն հանձնել է։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Նա անդրադարձել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյանի, Թրամփի, Ալիևի միջև ստորագրված փաստաթղթին եւ նշել. Հիմա նույն փաստաթուղթ են ստորագրել, որտեղ նույնիսկ եմ կրկնում, ինձ համար անհասկանալի է ինչի է դրված նաեւ Ալիևի ստորագրությունը։ Դա նշանակում էր, որ ոնց որ Պրագայում հանձնեց Արցախը, հիմա էլ հանձնել է Մեղրին։ Դա այլ սոուսի տակ են ներկայացնում, բայց ըստ էության այդ ամբողջ խնդիրը ուղղված է դրան։ 22 թվականի հոկտեմբերի 6-ին ստորագրեց, թույլ տվեց Ադրբեջանին, ասեց կարաս ընդդեի ժողովրդին ուզում ես մորթի, ուզում ես քերթի, ուզում ես արտաքսի, ուզում ես ցեղասպանի։ Հիմա նույնը լինելու է Մեղրի հետ։ Դե ժողովրդին Ադրբեջանը կքերթի, կմորթի, կարտաքսի, ինչ կանի, դա իր անձնական գործն է։ Կպարզվի, որ մի գեղեցիկ ուրիշ որ մի հատ ճանապարհ կա, որը էլի փակում է մեր մուտքը դեպի Մեղրի, դες կարդացեք նույնիսկ ձևակերպումների մեջ դա հստակ նշված է։ Անխոչնդոտ հաղորդակցություն։ Մենակ անխոչնդոտը չէ, ուրիշ բաներ էլ է գրած, որ Հայաստանը ինչ իրավասություն ունի այդ ճանապարհի։ Դե թույլտվություն ստանա, որ կարողանա ներքին փոխադրում կատարել։ Ումից է թույլտվություն ստանալու, եթե ինքը անկախ, ինքնիշխան, սուվերեն։ Այդ բառակույտը, որ օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, դրանք ամենևին կապ չունեն իրականության հետ եւ այն ծրագրի հետ, ինչին իրականացնում է 18 թվականից թուրք-ադրբեջանական ֆինանսավորման պետական հեղաշրջում կատարելուց հետո։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ցավով տեղեկացնում է, որ 63 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մասնագետներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Պավլիկ Խարսլյանը։ Խարսլյանը մեծ դեր է ունեցել հայկական բռնցքամարտի զարգացման գործում, նրա սաները բազմիցս հաղթել են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, նվաճելով բարձրակարգ մեդալներ։ Նա երկար տարիներ եղել է նաեւ Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին հնարավոր է անձրև, հոկտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաեւ մառախուղ։ Հոկտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ապրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին եւ 2-ին աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով։ Հոկտեմբերի 3-ից 5-ին նույնքան կբարձրանա։